քանի որ հենց նոր այստեղ խոսում էր Արմենուհի Գյուրեղյանը եւ խոսում էր հատկապես բռնապետությունից, Տիկին Գյուրեղյան, եթե Հայաստանում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձված կլինեիք։ Եվ դուք չէիք կարող այս ամբիոնից գալ եւ այդպիսի բաներ խոսել։ Դա ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է։ Որևէ երկրում, որտեղ կա բռնապետություն, որևէ մեկը չի կարող գալ եւ երկրի ղեկավարի նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել այն ամեն ինչը, ինչ որ դուք նոր այստեղից արեցիք։ Դա մեկ։ Երկրորդը, որ բան եք անում, ծաղրում եք էլի խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եք։ Դուք Ժիգուլի եք եւ մնալու եք Ժիգուլի, սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն Բա չէիք լսում պարոն Մինասյան։ Պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Չէիք լսում Գյուրեղյանի ելույթը միջև հիմա։ Չէիք լսում։ Չէ, բա չէիք լսում։ Բա չէիք լսում պարոն Մինասյան։ Գյուրեղյանին պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բան անի, ասի մի վիրավորեք։ Բա ինչ ասեցիք։ Ոնց ասի, ինչ ասեք։ Բա գնա լսի։ Լավ էլի պարոն Մինասյան, խնդրում եմ էլի եկեք կգաք ելույթ կունենաք կարտահայտվեք։ Պարոն Մինասյան, տեղից Հիմա ես էլի եմ ասում, ձեզ չի սպառնում ոչ կրթությունը, ոչ նորաձևությունը, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, դրա նկարագրությունը տվել եմ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով։ Դանին-Կրյուգերի էֆեկտն եք, էդ էլ եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Դա ոնց կարելի է բնագետը, բնագիտության վերաբերյալ դասավանդող մարդը, ոնց կարա տենց բան ասի, ժողովուրդ հասկա, ցնդաբանություն, եկել աստե կրթությունից է խոսում մարդը։ Եկել է կրթությունից է խոսում, ինչ որ տերմիններ է բանանում, այստեղ ճամարտակում եւ այլն եւ այլն։